Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ըստ նույն հարցումների ԿՊ-ն մինչև 30% չունի, բայց ընդդիմությունը հավաքական առումով կարող է անցնել այդ ցուցանիշը, եթե միավորվի։ Նման սցենար դուք նշել եք ինչ-որ, չգիտեմ, կանցնեք այդ ձեր սկզբունքը սահմանը վճռական պահին համագործակցելու։ Պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը արդեն պատասխանել է այդ հարցին մի քանի օր առաջ հեռուստատեսությունների եւ Հայաստանի երկրորդ ալիքին նաեւ տրված հարցազրույցի ժամանակ։ Ամեն դեպքում մի անգամ էլ լսենք ձեր տեսակետը, այո, կամագործակցեք։ Մեր տեսակետը իհարկե մենք կիսում ենք մեր առաջնորդի տեսակետը։ Պարոն Կարապետյան, գույքահարկի բարձրացման հետևանքով Երևանի կենտրոնում ապրողների բեռը բավականին ծանրացել է։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք Հայաստանը այս մասով պլաններ ունի փոփոխություններ կատարելու, գուցե գույքահարկը ելման կետի վերադարձնելու։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գույքահարկը Երևանի քաղաքի քաղաքապետարանի իրավասությունների մեջ է։ Հայաստանի կառավարության իրավասությունների մեջ չէ։ Ընտրությունները կառավարության ղեկավարի ընտրություններն են եւ կառավարության ձևավորման այդ իսկ պատճառով իրավասու չէ կառավարությունը փոփոխել գույքահարկը, դա ավելի շատ քաղաքապետարանի որոշումն է։ Բայց շատ կարևոր բան է գույքահարկի ավելացումից հետո ինչ որակական փոփոխություններ են տեսել մեր հայրենակիցները մեր մայրաքաղաքում։ Դա է գլխավոր հարցը։ Երևան քաղաքը պետք է լինի 21-րդ դարի քաղաք։ Դուք պատկերացնում եք մեր քաղաքում այս 2026 թվականին չկա աղբա վերամշակման մի գործարան, մի հատ, որը, ասեմ, շահութաբեր ընկերություն է, ամբողջ աշխարհում համարվում է շատ շահութաբեր ձեռնարկություն։ Մեր երկրի առաջնորդները այսքան ժամանակ չեն գտել մի ներդրող չի համաձայնվել գա ներդրում անի աղբի վերամշակման մեջ Հայաստան, որտեղ չի վստահել իրենց։ Աղբի վերամշակումը եւ էկոլոգիայի առողջացումը Երևանի համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Բակային տարածքների հետ կապված խնդիրներ, բայց սա քաղաքային տնտեսության եւ կառավարության աշխատանքի արդյունքն է։ Կառավարությունը պահանջելու է քաղաքային տնտեսությունից ակտիվ վերափոխել մոտեցումը, հարգելու է սահմանադրական իրավունքը եւ իրավասությունների տարանջատումը, կառավարություն, համայնք, մենք հարգելու ենք, բայց պահանջելու ենք ակտիվ աշխատանք։ Իսկ երկարաժամկետ Երևանը մեծ փոփոխություններ է ունենալու եւ դառնալու է 21-րդ դարի վայել հայերի մայրաքաղաք։